Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Նախ վերջին լուրերին անդրադառնանք, ադրբեջանական բենզինը այսօրվանից վաճառվելու է ԿՊԱ-ական պատգամավորին պատկանող լցակայաններում շուկայականից մատչելի արժեքով։ ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը առիթ օգտագործեց եւ շնորհակալություն երախտագիտություն հայտնեց Ալիևին առևտրային այս կապերի հնարավորության համար, նաեւ հատուկ բանագնացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Սերդար Քլիչը հայտնել է, որ թուրքական ավիաընկերությունները Ստամբուլ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն մարտից։ Հիմա ինձնից լավ գիտեք, մեղադրանքները գործող իշխանությունների հասցեին, ասում են թրքասեր են, կատարում են բոլոր պահանջները, դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմը այսպես ընդառաջ քայլեր է կատարում։ Ինչ դիտարկումներ կանեք հակառակորդ կողմի քայլերի հետ կապված։ Ես անձամբ չեմ օգտվի այդ բենզալցակայանից, որտեղ իմ մոտ դեռ արթուն է այդ վիրավորանքը եւ դեռ արթուն այդ կորստի ցավը եւ այդ անպատկառ վարքագիծը, որ այդ պետության ղեկավարը հայ ժողովրդի նկատմամբ իրագործեց, սկսած Արցախում ցեղասպանությունից, վերջացրած հայկական տարածքների սեփականացնելով, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքները յուրացնելով, եթե նրանք ունեն դեռևս բռնազավթած ՀԽՍՀ-ի տարածքներ, ընդ որում ՀԽՍՀ-ի տարածքների մասին է խոսքում, ինչի եմ սա շեշտում, թե Նիկոլ Փաշինյանի գծած քարտեզի համապատասխան այդ 29740-ը ինչա չգիտեմ։ Ջերմուկի մատույցներում նստած էին, սահմանները բաց չեն, խաղաղության պայմանագիր չկա, ապա այսպիսի քայլերը իմ կարծիքով անբացատրելի են։ Ինչի դիմաց է սա արվում, կամ ինչի դիմաց է շպրտվում, որպեսզի կերակրեն Նիկոլ Փաշինյանի կեղծ օրակարգը, որ խաղաղություն կա։ Եվ խաղաղություն իրականում չկա։ Խաղաղություն եթե լիներ 91 թվականից ի վեր փակ հայ-թուրքական սահմանը կբացվեր, խաղաղություն եթե լիներ պայմանագիր կվավերացվեր խաղաղության, ոչ թե դրանց մասին պայմանավորվածությունների միջանկյալ փաստաթուղթ, այլ դա տեղի կունենար եւ այդ հարևան պետության ղեկավարը իր ժողովրդին կնախապատրաստեր խաղաղության, ինչը մենք չենք տեսնում, թե նրանց դպրոցների դասագրքերի պարունակությունից, թե նրանց պրոպագանդայով, վերջին հայտարարություններով եւ այլն եւ այլն։ Այսինքն գոնե ինձ համար անբացատրելի է այս տնտեսական շարժը, թեպետ ես չեմ համարում, որ տնտեսական շարժը առհասարակ որևէ բանի մասին վկայակոչում է, որովհետեւ շատ երկրներ կան, որոնք որ միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեն, միևնույնն է առևտրային շրջանառությունը կա։ Նույն այդ փակ սահմանի պարագայում հայ-թուրքական առևտրային շրջանառություն միևնույնն է կար։ Մենք շատ լավ գիտենք, որ դա երբեք չի էլ դադարեցվել, երբեք չի էլ կասեցվել։ 90-ականներին էլ մարդիկ գնում էին թուրքական ապրանքներով առևտուր էին անում եւ վերադառնում էին, ողողում էին հայկական շուկան թուրքական ապրանքներով։ Նույնը կարելի է ասել, թե ռուս-ճապոնական առևտրային շրջանառությունը թեպետ եւ ռուս-ճապոնական հաշվության համաձայնագիր չկա եւ այլն, վերջին պատերազմից հետո, երբ որ Կորիլյան կղզիները վերցնում են խորհրդային միությունը։ Այսպիսի շատ եւ բազմաթիվ օրինակներ կարելի է նշել եւ ցույց տալ, որ միևնույն է տնտեսությունը շարունակում է շրջանառվել անգամ ոչ բարյացական պետությունների միջև։ Սա ամենևին չի նշանակում խաղաղություն, բայց զուտ ընթացակարգային առումով եւ խորհրդանշական առումով ես համարում եմ անտրամաբանական։ Հիմա էլ բերել են գինն էլ էժան են դրել, փորձում են լյումպենացման մակարդակը հանրության, էժան գնի վազողների քանակը, դե թող փորձեն, թող մոնիտորինգ անեն, սա ըստ երևույթին նաև իրենց համար սոցիոլոգիական հարցում կլինի, թե ինչքան մարդ է օգտվելու այդ բենզալցակայաններից, որոնք որ ադրբեջանական բենզին են վաճառում, ընդ որում ես ակնկալում եմ, որ իրենք ծագման երկրի խորհրդանիշը այդ բենզալցակայանում տեղադրեն, որ մարդիկ չխաբվեն ձեռք բերելուց, օրինակ, որ բենզալցակայանում է դա վաճառում, որ հանկարծ պատահմամբ անգիտակցաբար չգնանք այդտեղից օգտվենք։ Ասացիք Ալիևը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ օրակարգը։ Ինչու է սպասարկում։ Ինչ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Վերընտրվի, որ ինչու։ Լրիվ ադրբեջանական պլանները կիրարկվում է, դուք չեք նկատում։
Չեք նկատում, որ ադրբեջանական պլանը կիրարկվում է։ Միջազգային ատյաններից քրեական վարույթները հետ են կանչել, Արցախը ուրացել է, Ղարաբաղը մերն է։ Դուք մոռացել եք, որ Արցախը ձերն է։ Արցախը վիճելի տարածք էր։ Տվեցին Թուրքին, հիմա համոզում են մեզ, որ դա նրանցն էր։ Դա վիճելի տարածք էր։ Հիմա ում օգնությամբ մենք պետք է վերադարձնենք այդ օրակարգին, որ այն վիճելի է եւ Եթե դուք որևէ մեկի օգնությունը այսօր չունեք եւ այդ պոտենցիալը չունեք, որևէ մեկը բարոյական իրավունք չի տվել ձեզ, որ դուք փակեք այդ հարցը այսօր, զրկելով հետ ապագա սերունդներին այդ հնարավորությունից։ Ինչ եք փակում այդ հարցը։ Մի կուշտ փորով հացի համար, էժան բենզինի համար։ Այդ դեպքում դուք Երևանն էլ եք վաճառելու գնաք։ Ով ավելի շատ կտա։ Լուրեր են շրջանառվում, որ թուրք-ռուսական կոալիցիայի անկապտելի դաշնակից Հունգարիան, որը Եվրոպայում է տեղակայված, որի հարկի ներքո հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարեց այդ հրեշ մարդակերը եւ չգիտես ինչու նա դեռ ողջ է։ գեներալ է։ Գեներալ է, բայց ստեղից հարց է առաջանում, արդյոք հայկական կառույցներ կան ոչ պետական, Սփյուռքում գործող, այնպիսիք ինչպիսիք որ Գուրգեն Յանիկյանը ստեղծում էր։ Մարդիկ կային, չէ՞ ժամանակին։ Մարդիկ կային։ Ուր են այդ մարդիկ։ Ուր են այդ մարդիկ։ Սաֆարովը Բաքվից դուրս չի գալիս, կամ անգամ տեխնոլոգիաները անգամ հնարավորություններ ունեն, որ անգամ իր շենքի բակում, տան բակում հնարավոր կլինի արդար պատժի առաջ կանգնացնել։ Փոխվել ենք, ինչ է։ Հիմա ես այսպիսի մի բան եմ ուզում ասել, որ Հունգարիան գուցե եւ արտոնյալ պայմաններ ենթադրենք ստեղծի, որ Արցախահայերը կարողանան շատ արագացված կարգով գնան Հունգարիա եւ այնտեղի քաղաքացիություն ձեռք բերեն։ Քանի տոկոսը կգնա, որտեղ հաց այնտեղ կա սկզբունքով այնտեղ ապրելու։ Մեր պետականությունը որևէ քաղաքականություն անելու է դա կասեցնելու համար։ Ինչի ընտրվի Նիկոլ Փաշինյանը ըստ Իլհամ Ալիևի, որտեղ ամենալավ թեկնածուն է իր համար։ Պարոն Սիմոնյան, տարածաշրջանի ապաշրջափակման խնդիրը, որը դրված է, սա վստահաբար միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգը չէ կամ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրը չէ։ Սա ավելի մեծ տերությունների կողմից դրված խնդիր է։ Հիմա Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, իրենք ինչպես պետք է եւ բավարարեն այս ծրագիրը եւ դա չանեն ի վնաս իրենց պետական շահի։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը խոշոր երկրներ չեն, որ կարողանան իրենց օրակարգը թույլատրեն, բայց դիրքավորվելու հարց կա, չէ՞, որ երկիրը ինչպես է այդ մեգա պրոյեկտներում տեղավորվում։ Շատերը արդարացիորեն կարող են ասել Ադրբեջանը հենվում է Թուրքիայի պոտենցիալի վրա։ Այդ դեպքում ռետորական հարց. իսկ ինչու Հայաստանը Ֆրանսիայի պոտենցիալի վրա չփորձեց հիմնվել։ Ֆրանսիան գալիս էր։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը չփորձեց հիմնվել Ֆրանսիայի պոտենցիալի վրա։ Դուք մոռացել եք Էգեյան ծովում ով կասեցրեց հունական կղզիների նկատմամբ էքսպանսիան։ Հույները ում վրա հիմնվեցին։ Ֆրանսիայի։ Ֆրանսիան հակազդեց Թուրքիային։ Իսկ ինչի հնարավոր չէր հիմնվել Ֆրանսիայի ներուժի վրա եւ այդ հզոր տերությունների մեգա պրոյեկտներում դիրքավորվել ավելի լավ կարգավիճակով, քան Նիկոլ Փաշինյանը դիրքավորում է։ Ինչու։ Որովհետեւ Ռուսաստանից էին վախենում, որովհետեւ մաշկը իրենց ավելի թանկ է, քան ազգային շահը, վախեցան հաշվեհարդարներից խոշոր պետության կմահաճույքներին եւ սպառնալիքներին տուրք տվեցին։ Այս հարցը թողնեմ բաց։ Հիմնվեցին, պարոն Սիմոնյան, բայց օգտվեցին ամերիկյան աջակցությունից։ Ինչ աջակցություն եք ստացել դուք Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցություն, որ ասում եք օգտվեցին։ Այսօր Եվրամիության դիտորդական առաքելությունն է սահմաններին կանգնած։ Դոնալդ Թրամփի թրիփը որ կա, որևէ գործուն քայլեր հիմա կան։ Աշխատանքային խմբերը ստեղծվել են, հանդիպումները եղել են։ Հանդիպումները եղել են, քննարկումները եղել են։ Հայտնի օրինակ է, եթե դուք ուզում եք ինչ-որ մի նախաձեռնություն տապալեք, ձևավորեք աշխատանքային խմբեր եւ նախաձեռնեք քննարկումներ։ Գործը սիրում եք գործ, ոչ թե խոսք։ Այսինքն դուք թերահավատ եք, որ դա Ես չեմ միայն Ջոն Էվանսի ասածը չեք լսել։ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը, հայագետ Ջոն Էվանսի խոսքերը չեք լսել, որ Հայաստանը ջարդեցին եւ ոչինչ չտվեցին դրա տեղը։
Որտեղ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ձևավորված է նախագահի աստիճանով, իսկ հարկ էր ձևավորել կոնգրեսի մակարդակով, որտեղ Միացյալ Նահանգների հիմնադիր սահմանադրությամբ Միացյալ Նահանգների ամենակարևորագույն օղակը ոչ թե նախագահի ինստիտուտն է, այլ կոնգրեսն է։ Կոնգրեսի մակարդակով որևէ պայմանավորվածություններ ձևավորվել են, ոչ։ SMS է տվել WhatsApp-ի, ով է տվել։ Հարցրեք ինչի են հիմնվել մի հոգու, որը որ հնդածս կարող է փոփոխվել։ Մի հոգու երաշխավորությամբ քաղաքականություն կարելի է անել, որը հնդածս կարող է փոփոխվել։ 1 տարի հետո կարող է փոխվել, 2 տարի հետո կարող է փոխվել, եկողը այլ քաղաքական օրակարգ կարող է առաջ քաշել։ Դուք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետություն եւ Կոնգրես մակարդակի վրա բարձրացրել եք։ Ոչ։ Հետևաբար մի խոսեք, որ Միացյալ Նահանգների վրա հենված է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մի հոգու բիզնես ճաշակի եւ տարածաշրջանային երկրների առավելապաշտական շահերի ապահովման զոհը։ Տեսնում եք բաց սահման։ Երկաթգծի աշխատանքները, շինարարության աշխատանքները իրականացում են Նռնաձորից մինչև Ագարակ։ Ոչ, ես եղել եմ օգոստոսին այնտեղ, իմ աչքով եմ տեսել, այնտեղ ռուսներն են։ Պետք չի խաբել ժողովրդին։ Իրականության աչքերին նայեք։ Չի կարելի մի փոր հացի համար ուրանալ հայրենիք։ Պարոն Սիմոնյան, հետ գնանք Սանկտ Պետերբուրգ, փաստորեն Ալիևը չմասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների այդ գագաթնաժողովին, Պեսկովը հայտարարել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի նախագահի որոշմանը։ Ինչ է կարծում, հատուկ չմասնակցեց Ալիևը այստեղ քաղաքական ենթատեքստ փնտրել, թե չփնտրել եւ Մոսկվայի այս հանդուրժողական զուսպ վերաբերմունքը ինչով բացատրել։ Չկարողությամբ։ Ինչ պետք է անեն։ Իսկ Ալիևը ինչու չմասնակցեց, այսինքն քաղաքական ենթատեքստը ո՞րն է։ Էլիզա ջան, ԱՊՀ-ն, ԽՍՀՄ 2-0-ն է, գնա մասնակցի, ինչ ինքը անկախ պետություն է կայացնում։ Ծայրագավառային մտածելակերպ չունի, որ գնա անդե մասնակցի։ Սանկտ Պետերբուրգ գնացել են ծայրագավառները, թափթփուկները, բոշեքը, որ մեծ իմպերիայի կցորդի կարգավիճակում են, որ զանգում են վրեկները հայհոյախառն գոռում են, տաբատները խոնավացած անում են այն ամեն ինչը որ նրանց պարտադրում են։ Ինչի գնա մասնակցի ԱՊՀ-ին, ԱՊՀ-ն ԽՍՀՄ 2-0-ն է։ Բելովեժյան պակտով ձևավորված կառույցը, որ պիտի փոխարինի ԽՍՀՄ-ը։ Գնա մասնակցի, որ ցույց տա, ասի ես ձեր ծայրագավառն եմ։ Ծայրագավառները գնացել մասնակցել են։ Սկալիևը անկախ պետականություն է ուզում կայացնի։ Քանի անգամ բացատրենք ամենասուր ձևերով, ամենապատկերավոր եւ ամենացցուն օրինակներով բացատրում ես, որ ուղեղները մտնի, մեկը չի մտնում։ Հետևաբար պետք է փոխվեն։ Մեկ հարց էլ սրա կապակցությամբ եւ գանք ձեր կուսակցության աշխատանքներին, պարոն Սիմոնյան, Հայաստանի իշխանությունը եթե այդպես վախենում է Ռուսաստանից կամ Վլադիմիր Պուտինից, արդյոք մեր ԱԱԾ-ն կգաղտնազերծեր այն փաստաթուղթը կապված կաթողիկոսի եղբոր հետ, որ նա հավաքագրված է եղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից եւ շարունակում է ծառայություններ մատուցել։ Շարունակում է, փաստերը կան, որ շարունակում է։ Ամեն դեպքում հրապարակված փաստաթղթով այդպես էր։ Չէ, հրապարակված փաստաթուղթը ԽՍՀՄ տարիների է, չէ։ Դա հիմք է, որ ինքը կարգալույծ արվի։ Դա հիմք է, որ ինքը կարգալույծ արվի։ Այո։ Բայց արդյոք հիմք է, որ նա շարունակում է լրտեսական ծառայությունները այսօր հիմք չի։ Որտեվ խորհրդային միության տարիներին ԽՍՀՄ ՊԱԿ հավաքագրման ցուցակներում կարող էին մարդիկ հայտնված լինեն, որոնք ծառայեն նույն Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը, մեկ երկիր էր։ Նրանք հատուկ այդ օղակներում կարող է գրանցված եւ ծառայության անցած լինեն, որ ծառայեն իրենց երկրինը։ Այլ հարց է, որ 91 թվականից հետո նրանք շարունակում են ծառայել ՊԱԿ, ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը ստացվում դա արդեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ ԽՍՀՄ էլ չկա, մի երկիր չեն, Հայաստանի Հանրապետությունը ուրիշ այլ երկիր է դարձել, նոր անկախ երկիր։ Այո, գրանցված է եղել, դա հիմք է, որ կարգալույծ արվի, նման սրբազաններ պետք է չլինեն հայաստանյաց առաքելական եկեղեցում։ Բայց եթե հարց տան ասեն, արդյոք նա գործունեություն է ծավալել Հայաստանի Հանրապետության դեմ, ես կասեմ չգիտեմ։ Ուր են այդ փաստերը։ Թուղթը ցույց տվեցին, այո, ԽՍՀՄ տարիներին եղել է։ Դա հիմք է, որ վեհապարը կարգալույծ անի, այո, հիմք է։
Արձագանք անգամ չկա։ Նրանք անգամ բացատրություններ են տվել, այն ինչ որ ես ասում եմ, ըսկի մտքներով չի անցել, դա էլ ասեն։ Ինչի մասին է խոսքը, ուրեմն կասկած կա, որ միջև այսօր Հայաստանի դեմ գործունեություն ծավալում են եւ ինչ եմ նաեւ ասում, որ կասկած կա, որտեղ ուկրաինական հատուկ ծառայություններն են ասել եւ սև ցուցակում ներգրավել այդ անձին Ուկրաինայի նկատմամբ ավելի գործունեություն իրականացելով հայերին այնտեղ ոնց որ թե հավաքագրում են, որ ուղարկեն պատերազմի։ Այդպիսի տվյալներ կա ըստ ուկրաինական հետախուզության։ Հիմա այո, կասկած կա։ Հիմա հարց եմ հղում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Փաստաթուղթը հրապարակեցիք, լավ արեցիք, շարունակությունը ուր է։ Ես խնդրել էի, չէ, որ հանրայինի եթերով գլխավոր դատախազը փաթեթով գնա զեկուցի ժողովրդին։ Ինչ է կիսատ պրատ անում։ Ինչ եք կիսատ պրատ անում։ Թուղթը հրապարակել ես, փաստել էր մի 2-3 հատ տուր նոր անկախ ժամանակահատվածից 91 թվականի մինչև 26 թվականը։ Երկու հատ էլ մեջբերում արա, որոնցից մեկը ուկրաինական հատուկ ծառայություններն են։ Վերջ, դա ինձ համար հիմք կլինի, որ ես ասեմ շպիոնի մեկն է Հայաստանի Հանրապետության դեմ գործունեություն ծավալում, դատել, նստացնել բանտ։ Ինչ են կիսատ պրատ անում։ Սկսված է ինչի պատշաճ չեն անում, ախր Factor TV-ում ես գնացի նույն հարցը տվեցին, ես ընթացակարգը ասեցի։ Փաստաթղթերով հանդերձ, հանրայինի բամբասանքների եթերների փոխարեն, գլխավոր դատախազը գնում է, հատուկ ռեպորտաժ են հրավիրում, ներկայացնում է այդ թուղթը, ցույց է տալիս, որ խորհրդային միության ժամանակ եղել է 2-3 մեկ փաստ, լավ 2-3 չէ, մեկ փաստ, որ Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալել, կես փաստ, կես, էդ էլ այնց հերիք, որ ես իրան ասեմ լրտեսա եւ Հայաստանի Հանրապետության թշնամի։ Կես փաստ ցույց ես տալիս, հեղում ես կատարում արտասահմանյան հատուկ ծառայությունների վրա նաեւ, որ չասեն սարկածը, ուկրաինական հատուկ ծառայությունների վրա։ Վերջ։ Հարցը տեղափոխում ես տալիս ես Ինտերպոլ։ Ինտերպոլ ես տալիս, նրա աշխարհիկ անունով ես անգամ, ոչ թե հոգեվորական։ Որ քաղաքացի ես ինչ ես ինչ անը, քաղաքացի ես ինչ ես ինչ անը, պետական դավաճանության համար պատասխանատվության պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության դատարանի առաջ։ Միգուցե դեռ կլինեն զարգացումներ, պարոն Սիմոնյան, որովհետև արճակատումը մենք ինչպես տեսնում ենք չի հանդարտվում։ Եթե ձեր ձեռքում ատոմային զենք կա, նոր տարվա խլապուշկա պետք է չտրակացնեք սկզբից, որ փչացնեք սախ։ Նոր տարվա խլապուշկա եք տրակացնում, հետո միգուցե զարգացումների մասին եք խոսում։ Մարդկանց կրքերը այդ ժամանակ բորբոքվեց։ Այդ ժամանակ պետք է ամեն ինչ պարզ դառնար։ Ինչ զարգացումներ, հենց տեղում։ Սկսել ես գործընթացը, բացի լրիվ ասա։ Հասկացանք։ Այդ ցույց տվեցիր, նախկինում եղել է, այդ հիմքա, որ ինքը հոգեվորական չլինի։ Կարծում եք Պուտինի հետ քննարկումներ կունենան այս թեմայով։ Ով։ Փաշինյանը, որը Պուտինի հետ ինչ կա խոսելու։ Պուտինի հետ ինչ կա խոսելու, ինչ քննարկումներ։ Ես զարմանում եմ իրականում, գիտեք։ ինչի վրա։ Այն նրա վրա, որ քննարկումներ չպետք է լինեն այնտեղ, որտեղ որոշումը ձեզանից է կախված։ Որոշումը ձեզանից է կախված։ Գորձյան հանգույցը հատել է պետք։ Բացահայտել եք ձեր երկրի դեմ իրականացող ապակառուցողական ավերիչ գործունեություն, հատեք այդ Գորձյան հանգույցը։ Առավել եւս որ Եվրոպան աջակցելու։ Այո, ինչ եք քննարկում եւ ում հետ, Պուտինի հետ։ Պուտինը ռազմական հանցագործություններ է իրականացրել թե հայ ժողովրդի նկատմամբ, թե հիմա էլ իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ։ Ռազմական հանցագործ ղեկավարի հետ դուք ինչ քննարկեք։ Եթե գնում եք քննարկելու, ուրեմն դուք սփխեչի ուլ եք։ Ինքը լի է իրավ հնարավորություն ունի ձեզ մատաղանելու։ Մնում է բերանը բացի աղը լցնի ու տանի եկեղեցում աղոթել տա մատաղանի։ Ինչ գնաս քննարկես իր հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա ներկայացրեք ձեր աշխատանքները, դուք գտնվում եք ԱՄՆ-ում, ինչ տպավորություններով եք վերադարձել, ինչ խնդրով եք նախ ԱՄՆ-ում եւ ինչ ընթացքի մեջ եք, որպես այլընտրանք ինչ եք պատրաստվում առաջարկել ժողովրդին։ Ճանաչողական այցով մեկնեցի Միացյալ Նահանգներ, այս առումով ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ամեն կերպ օժանդակեցին եւ հովանավորեցին այդ այցը, հենց այդ այցի համար նախատեսված միջոցներով, այն միջոցները չեն, որոնք այլտեղ պետքա ծախսվեին կամ կիրարկվեին, դրա վրա գնացին, ոչ։ Հրավերը բարձր մակարդակի անցավ, ես հասցրեցի լինել 6-7 նահանգում, բազմաթիվ խորհրդանշական եւ պատմական վայրեր Միացյալ Նահանգների համար, հասցրեցի հանդիպել կարևոր շատ անձանց հետ, մոտ 200 անհատի հետ հանդիպել եմ, որոնց շարքում նաև բավականաչափ հնարավորություններ ունեցող անհատներ են Միացյալ Նահանգների քաղաքականության ասպարեզում եւ կոնգրեսի համատեքստում։ Այս ճանաչողական այցը ես շատ դրական եմ համարում, որովհետեւ ինձ համար նաև հետաքրքիր էր մարդկանց արձագանքը Միացյալ Նահանգներում։ Հայրենիքով են ապրում բոլորը։ Բոլորը Հայաստանի առօրյայով եւ օրակարգով են ապրում։ Հանդիպման ներկա գտնվող անձանց բոլորի աչքերը խոնավացած էին հուզմունքից, հայրենիքի կարոտներ շոշափվում։ Երկու շաբաթից մի փոքր ավել այնտեղ գտնվելուց հետո վերադարձա Երևան, որից հետո Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը դեկտեմբերի 18-ին իրականացրեց համագումարը, սա մեր երկրորդ համագումարն էր, որի ընթացքում մենք հաստատեցինք փոփոխություններով կանոնադրությունը, ծրագիրը, հաստատեցինք նոր քաղաքական խորհուրդ, նոր էթիկայի հանձնաժողով, ի վերջո Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը հաստատեց հերթական կամ արտահերթ խորհրդանական ընտրությունների մասնակցության հարցը, Շնորհապետական կուսակցությունը մասնակցելու է եւ Շնորհապետական կուսակցության կողմից առաջ քաշվող վարչապետի տեխնացուն ես առաջադրվեցի եւ ընտրվեցի, Գուրգեն Սիմոնյանը դարձավ։ Այս համատեքստում նաև լիազորվեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահը, ի պաշտոնե նախագահը, ոչ թե վարչապետի տեխնացուն,
այլ նախագահ, որտեվ կարող է ինչ-որ մի ժամանակ լինի, որ դրանք տարբեր անձիկ լինեն։ Շնորհապետական կուսակցության նախագահը ինչ-որ մի պահի կարող է մեկ անձ լինի, առաջ քաշված վարչապետը այլ ընտրությունների ժամանակ հերթական 31 եւ այլն։ Կարող է այլ անձ լինի, դրա համար լիազորվում է նախագահը կազմելու նախընտրական ցուցակը ազգային ժողովի խորհրդարանի, որը կհրապարակվի նախընտրական process-ների օֆիցիալ մեկնարկի ժամանակահատվածում մարդիկ դա կտեսնեն։ Նաև մենք կհրապարակենք այն կառավարության կառուցվածքը, որը հաղթանակի պարագայում մենք իրագործելու ենք Հայաստանի Հանրապետությունում եւ այդ կառավարության կառուցվածքի պատասխանատուների, հավանական պատասխանատուների անուն ազգանունները, որոնք որ այդ պահի դրությամբ հնարավոր կլինեն կհրապարակենք։ Սա վերջին նորություններն էր, որ մենք 2025 թվականը մեկնարկեցինք կայացմամբ, ֆիզիկապես գոյություն ունեցանք, ընդլայնմամբ, ճանաչելիության մեծացմամբ եւ ամփոփում ենք 25 թվականը քաղաքական հայտի ներկայացմամբ, մուտք գործելով 26 թվական արդեն նախընտրական տրամադրություններով։ Ո՞րն է հիմնական կարգախոսը։ Հիմնական կարգախոսը գործը ծնում է ուժը իրավունք, բայց մենք մի քանի կարգախոսներ ունենք, որոնցից ամենաշատը իմ դուրը գալիս է սա, խաղաղությունը, շքեղությունը եւ միայն հզորները կարող են իրենց դա թույլ տալ։ Բայց մեր հիմնական կարգախոսը լինելու է գործը ծնում է ուժը իրավունք։ Ուզում ես ուժեղ լինել, պետք է աշխատես։ Ուզում ես իրավունքներդ հարգվեն, պետք է լինես ուժեղ։ Այլընտրանք չկա։ Հիմա իշխանությունների հանդեպ վերաբերմունքը մի կողմ դնելով, ըստ էության սրանով էլ ամփոփենք, պարոն Սիմոնյան, 1-2 ձեռքբերում Հայաստան պետության համար այս տարվա ընթացքում եւ 1-2 ձախողում, լուրջ ձախողում, որը անթույլատրելի կհամարեք։ Ես ամբողջ 7 տարիների համար կարող եմ ասել, որոնք են ձեռքբերումները։ Ձեռքբերումները ես համարում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության Հռոմի կանոնադրության վավերացումը։ Ձեռքբերում համարում եմ եվրոպական դիտորդական առաքելության մուտքը Հայաստանի Հանրապետություն եւ ձեռքբերում ամեն դեպքում ձեռքբերում համարում եմ թրիփի հանգամանքը որոշ վերապահումներով։ Այսինքն 3 ձեռքբերում տեսանք։ Տապալումներից նախընտրական բոլոր խոստումները չեն իրագործել, Արցախը կորցրեցինք, Արցախը մերն էր, սա կրկին ուզում եմ շեշտել, եթե ինչ-որ մեկը օգտակար ապուշի կարգավիճակում է գտնվում, որ համոզել են իրան, որ դա մերը չի եղել երբեք, ձեզ խաբել են։ Չի ճանաչել, դա սուտ է, դա վիճելի, չի ճանաչել Մինսկի խումբ կար, չի ճանաչել, որ դա մերը չի, ու Մինսկի խումբ կար, Մինսկի խումբը կար, որտեղ վիճելի տարածք էր, հեքիաթ թո չպատմեն։ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախը կորցրեցինք, Արցախահայերը վտարանդի դարձան, ցեղասպանության ենթարկվեցին, Ջերմուկի մատույցներում եւ ալ լճելի հատվածներում եւ սև լճի հատվածներում տարածքներ կան բռնազավթված, գնաճը աննախադեպ է, վառելիքի շուկայում ուղակի վակխանալիա է տիրում, մարդկանց սոցիալական կացությունը սարսափելի վիճակի մեջ է, դպրոցների առարկայական ծրագրերը ողբալի են, հանրակրթությունը տուժել է, բարձրագույն ուսումնական հաստատությունների ոչ մի աճ չկա, բոլորը պլանների վրա են, այդ թվում նաև իրենց ակադեմիական քաղաքը եւ այլն։ Հա, մեկ էլ մի ձեռքբերում էլ ասեմ, ճանապարհներ են նորմալ ասֆալտել, այն էլ այս վերջերս են ուշադրություն դարձնում, բայց չգիտեմ ինչքան կծառայեն։ Ճանապարհներ։ Ռազմավարական առումով հապկում ենք դեռևս, դա ձախողում է։ ԵԱՏՄ-ում ենք, ձախողում է։ ԱՊՀ-ում ենք, ձախողում են, զանգում զեկուցում են, թռնում գնում են գրկներն են նստում, թե ուր են նստում, կողքներն են նստում, վախվորած, թե չվախվորած, պատմում են կամ չեն պատմում այն այցերը, որոնք արևմուտք են իրականացրել։ Ներքաղաքական դաշտում լյուստրացիա չեն իրականացրել, լրտեսաթափ չեն արել Հայաստանի Հանրապետությունը, պետական մուլտիպլեքսում կա ռուսական լյուտանքներն ու ատելությունը, սրանք ձախողումներ են բոլորը, դրամ դոլար հարաբերակցությունը լրիվ կեղծ է, դրամն ավելի թանկ է ներկայացում, քան իր գնողունակությունը կա, Սփյուռքին վանել են, Ցեղասպանության հուշահամալիրը կիսատ են թողել, հələ պարզ չի կհասցնեն դա ավարտին թե չէ, ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Քրեական վարույթները Ադրբեջանի վրայից քաշել են, Հայաստանին զրկել են իմունային համակարգից,
Պաշտպանական ռեֆորմները արկախված են, մոբ ռեզերվի կառավարման փաստաթուղթը չկա, պահեստազորի եւ աշխարհազորի կառավարման ինստիտուտները չկան, թեպետ եւ նացիոնալնի ազգային գվարդիայի հետ պայմանավորվածությունները կան, Արիզոնայի նահանգն էլ լիազորություն տվել էր, որ մեզ օժանդակեին։ Գլխավոր շտաբի պետը նույնն են մարդը, որ սովամահաներով թուրքերին քշում էր, մինչև հիմա այդ նույն մարդն է, որ բլոկնոտ է հարցնում իր տեղակալներից կամ ուրիշ հրամանատարներից, ասում է բլոկնոտը տուրա։ Ինչ ասեմ ուրիշ, հարստացել են, հա, իրանք բոլորը շատ ճոխ-ճոխ սկսել են ապրել, լուտանքներ են թափում եւ փորձում են կապել արատավոր ուժերի հետ եւ առավել եւս արտերկրյա արատավոր պետությունների հետ նոր ձևավորվող ուժերին, որ իրանք այլ ընտրանք չունենան, մտել են կրոնի մեջ, լինելով աշխարհիկ իշխանություն, իրանք պետք է օժանդակողը լինեին եկեղեցու բարեփոխումների, ոչ թե նախաձեռնողը։ Էլ ինչ ասեմ, թոշակները թոշակ չի, թոշակառուները մի թոշակառուն իր մեկ ամսվա թոշակով չի կարող ապրել։ Երկու թոշակառուն, մեկ ամսվա թոշակով մի կերպ ծերին հասցնում են։ Տրանսպորտների վիճակը խայտառակություն Երևանում խցանումները կատաստրոֆիկ եւ լուծումը գտել են, մեքենաները պետք է քչացնել։ Գնացի Միացյալ Նահանգներ, տեսա թե ինչքան հանրային նշանակության կանգառներ կան, ամեն քայլափոխին մի քանի հար կանի։ Ոնց են լուծել այդ հարցը մարդիկ։ Դա նույնն է, ոնց որ ասես երկրում աղքատությունը վերացնելու գլխավոր ճանապարհը պետք է լինի աղքատներին ոչնչացնելը։ Նույնն էլ ձեր խցանումների վերացումը, մեքենաների վերացումը պետք է լինի։ Թանկացրել սարքել եք, ոչ թե սարքի առհասարակ 500,000 այդ կարմիր գիծ կոչեցյալը, այլ Երևան այդքան ճանապարհային տարածք չունի, որ դու այնտեղ կանգառ ես նախատեսել։ Կայանատեղիներ պետք է կառուցել, իսկ դա կարող է լինել շատ լավ բիզնես պլան։ Արդյոք դրանով ինչ-որ մեկը մտածել է, որ դա կարող լինի բիզնես պլան։ Էլ ինչքան ձախողում ասենք, միջազգային հարաբերություններում դիվանագիտական բոլոր ձախողումները Եվրամիությանը չեն դիմել, մինչև հիմա որ անդամակցեն։ ԵՄ անդամության հարցը չկա, գնում են այնտեղ, արդեն եվրոպացիներն են։ Ես որպես հայ մարդ խայտառակ եմ լինում։ Կայա կալասը կամ մյուսը հանդիպում են, գիտեն, որ սրանք ուղղակի ծածկադմփոցի մասին են։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները տապալեցին, երկրի ռազմարտունաբերությունը այդ տեմպերով չի, մենք արդեն պետքա 500 միլիոն դրոն ունենայինք։ Ունենք։ Չէ, Նիկոլ Փաշինյանը խաղաղության է պատրաստվել։ Ինչ ուժեղ է, խաղաղության է պատրաստվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։